Կան սրտի առողջության հետ կապված մի շարք գանգատներ, որոնց ժողովուրդը համապատասխան անվանումներ է տվել՝ սրտի ծակոցներ, սեղմոցներ եւ այլն։ Մարդիկ նույնիսկ սրտին լավ կամ վատ բան կուշակելու այսպես ասած արտոդություն են շնորհել։ Ինչպիսին է արդյոք նման զգացողությունների բժշկական մեկնաբանությունը։ Այս ամենի մասին զրուցեցինք Մալաթիա բժշկական կենտրոնի սրտաբան Սերգեյ Պարսամյանի հետ։ Ծակոցներ սրտի շրջանում նախ պետք է հստակեցնել, թե կոնկրետ որտեղ, քանի որ տարբեր պացիենտների համար սրտի շրջանը լայն հասկացություն է։ Ճիշտ է ասել, դիսկոմֆորտ կրծքավանդակում, որը որ պետք է դիֆերենցիալ սկսելով կարդիոլոգից։ Քանի որ ամենավտանգավոր բանը, որ կարող է լինել ծակոցների հետ կապված, դա սրտի իշեմիկ հիվանդությունն է, նրա սրացումները, սրտամկանի ինֆարկտի տեսքով, որոշ վտանգավոր վիճակներ կապված մագիստրալ անոթների հետ, օրինակ աորտայի շերտազատման ժամանակ նույնպես կարող է լինել կրծքավանդակում ուժեղ ցավեր։ Պետք է սկսել կարդիոլոգից, եթե սրտաբանական պաթոլոգիան բացառվում է, այդ դեպքում արդեն մնում է նյարդաբանական խնդիրները, իշխողային նևրալգիան, օրթոպեդիկ տրավմատոլոգիկան խնդիրները, կողերի հետ կապված, ողնաշարի օստեոխոնդրոզի հետ կապված, թոքային խնդիրները, միջնորմի օրգանների խնդիրները եւ այլն։ Սեղման զգացումն օրինակ երբ երիտասարդների մոտ է լինում, բացատրությունը փոքր-ինչ առանձնանում է։ Օրինակ երիտասարդ մարդու մոտ ասենք թե ինչ-որ դեպրեսիվ վիճակում կարող է լինել կրծքավանդակում ճնշման զգացում։ Խոսքը մասնավորապես երիտասարդ կանանց մասին է, որոնց այդպիսի նյարդաբանական ընդհանուր գանգատները հաճախ իմիտացնում են շատ ավելի լուրջ կարդիոլոգիական խնդիրներ, որը որ էլի պետք է սկսել դիֆերենցիալ սրտաբանի մոտ։ Հեվոցների տրամաբանական ու բժշկական բացատրությունը եւս ստացանք։ Հեվոց ինքը վիճակ է, այսինքն սիմպտոմ է, որը որ կարող է պայմանավորված լինել տարբեր օրգան համակարգերի խնդիրներով։ Կոնկրետ սրտային բնույթի հեվոցը կապված է նրա հետ, որ սիրտը ինչ-ինչ պատճառներով չի կարողանում բավականաչափ իր պոմպային ֆունկցիան կատարել, դրա հետևանքով առաջանում է շնչառական կենտրոնի գրգռում, քանի որ օրգանիզմի հյուսվածքները չեն ստանում բավականաչափ թթված։ Օրինակ սրտային անբավարարության ժամանակ, երբ որ սրտի պոմպային ֆունկցիան տուժած է, պացիենտի մոտ առկա է հեվոց կամ մշտական ծանր դեպքերում, նույնիսկ հանգիստ վիճակում, կամ հեվոց, որը առաջանում է ֆիզիկական լարվածության ժամանակ, թեթև կամ ավելի ինտենսիվ տիպի։ Սիրտը ոչ միայն առողջ կամ հիվանդ կարող է լինել, այլև կարող է կանխազգալ, նույնիսկ գուշակել, այսպես ժողովուրդն է եզրակացրել, բայց ինչպես պարզվեց, բժիշկներն ունեն այս երևույթի մասնագիտական բացատրությունը։ Այդ արտահայտությունները ունեն իրենց հիմքը, ինչի են մարդիկ ընդհանրապես իրենց ցանկացած նյարդային բնույթի, իրականում նյարդային բնույթի երևույթները կապում սրտի հետ, քանի որ սիրտը նյարդավորվում է ավտոնոմ նյարդային համակարգով, մասնավորապես թափառող նյարդով, ավտոնոմ համակարգի ցանկացած փոփոխություններ, ավտոնոմ համակարգի տոնուսի ցանկացած փոփոխություններ առաջին հերթին երևում է այն օրգանների վրա, որոնք որ ակտիվ ֆունկցիա են իրականացնում, մասնավորապես կծկվում են։ Եթե ասենք թե թափառող նյարդի ֆունկցիան շատ է ուժեղանում, այդ դեպքում սրտի աշխատանքը դանդաղում է։ Ընդհակառակը, եթե մարդը ինչ-ինչ պատճառներով հուզվում է կամ ինչ-որ ինտենսիվ բան է անում, այդ ժամանակ սրտի աշխատանքը արագանում է, քանի որ ընդհանուր ավտոնոմ նյարդային համակարգի ադրենալային մասի տոնուսը բարձրացել է։ Պարզապես մարդիկ զգում են հենց այդ փոփոխությունը, շատ այլ փոփոխություններ են լինում, որոնք մարդիկ չեն նկատում, քանի որ սրտը կծկվում է, շարժվում է, ռիթմի փոփոխությունները, մի թեթև ֆունկցիայի փոփոխությունները մարդիկ զգում են ու ասում են, որ սիրտը սա իր բան կանխազգում, իրականում դա նյարդային համակարգի տոնուսի փոփոխություններն են, որոնք մարդիկ զգում են սրտի աշխատանքի մի թեթև փոփոխության տեսքով։ Բայց իրականում սիրտը որևէ պատճառ չի հանդիսանում, սիրտը ինքը ոչինչ չի զգում։ Եվ որպեսզի սիրտը լավ բաներ կուշակելով միշտ զբաղված լինի, ուրեմն պետք է հոգանքի իր մասին հնարավորինս զերծ մնալով բացասական ու անառողջ մտքերից, տրամադրությունից ու ապրելակերպից։ Մարգարիտ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Սլաքեմ։